Բարև ձեզ։ Գյուղատնտեսության աջակցման ծրագիրը մշակելիս մեզ մտահոգում էր մի կարևոր հարց, որը վաղուց բարձրաձայնվում է։ Պետությունը գյուղացուն միայնակ է թողել հողի հետ։ Ինչու է այս խնդիրը մինչ այսօր շարունակվում եւ ինչու գյուղացիների ճնշող մեծամասնությունը նախընտրում է արտագնա աշխատանքը հողագործությունից։ Իրականում պատկերը հետեւյալն է. Գյուղացին միայնակ չի կարող իրականացնել շուկայի հետազոտություն, չի կարող գտնել տեղանքին հարմարեցված մշակաբույսեր կամ արտաքին շուկաներից ձեռք բերել էժան, բայց որակյալ սերմացու, պարարտանյութ եւ վառելիք։ Արդյունքում նա մնում է անպաշտպան, իսկ հետևանքները բոլորիս են հայտնի։ Կառավարությունները մինչ օրս ձախողել են գյուղատնտեսության աջակցման հարցում, քանի որ ուղղակիորեն փորձել են միջամտել մրցակցային շուկայի հարաբերություններին։ Մեր մոտեցումը հստակ է։ Մենք վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը, որը պետք է մշակի ռազմավարությունը եւ կանոնները։ Իսկ գյուղացուն աջակցելու գործառույթը կպատվիրակվի մասնավոր մասնագիտացված ընկերություններին, այն է պետական օպերատորներին։ Նրանք կաջակցեն գյուղացուն առանց խաթարելու շուկայական մրցակցությունը։ Պետությունը մասնավոր օպերատորների միջոցով գյուղացուն կապահովի։ Ամենակարևոր մասը սա է։ Մրցակցային մեծածախ գներով ձեռք բերված սերմացուներով, պարարտանյութով եւ վառելիքով, գնային տատանումներից պաշտպանությամբ, երաշխավորելով գյուղացու նվազագույն եկամուտը, բերքի իրացմամբ մեծածախ գնորդներին առանց միշտորդավճարի շուկայական գնով, որը այսօր շատ դեպքերում գյուղացին ավելի քիչ եկամուտ է ստանում, քան միշտնորդները։ Տարածքային սառնարանների կառուցմամբ բերքի իրացումը կառավարելու համար, որպեսզի գների տատանման ժամանակ հնարավոր լինի բերքը պահպանել։ Անհատական մոտեցմամբ արտոնյալ վարկերով վերապատրաստմամբ եւ տեխնոլոգիական աջակցությամբ, գիտականորեն հիմնավորված գոտիավորմամբ, որպեսզի յուրաքանչյուր տարածաշրջանում մշակվեն առավելագույն բերքատվություն ապահովող բույսեր։ Մեր հեռահար վերջնանպատակն է զանգվածային արտադրությունից անցում կատարել դեպի բացառիկ որակի օրգանիկ արտադրանքի, ինչը թույլ կտա մուտք գործել միջազգային առաջնակարգ շուկաներ։ Խելամիտ ուղին գյուղացու հետ։ Շնորհակալություն։